խարդարման միջոցներ։ Մազերը ուրեմն գունավորելու միջոցը դա խնան էր կամ հինան, որը օգտագործում են լավսոնիա բույսի տերևների, այսպես ասած, ստացման եղանակով։ Լավսոնիա բույսը բերվում էր Հայաստանում չի աճում, սա բերվել է արևելքից։ Ես ասացի, որ նախնական տարբերակում հինայի փոխարինիչ մեզ մոտ օգտագործել են դեղին քարաքոսները։ Եվ այստեղ տեսնում եք մի սինի, որը հարսանիքի հինայի սինի է։ Իմ ընկերներից մեկի հարսանիքին մենք հինադրիքի արարողակարգ կարեցինք եւ սինին պատրաստված էր այնպես, ինչպես որ նկարագրությունն է։ 7 մեղրամոմի մոմեր են այստեղ դրված, խնձոր եւ տանձ որպես արական եւ իլքական սեռի սկզբնավորման սկզբունքներ, այնտեղ տեսնում եք ընդեղին, որը պտղաբերության խորհրդանիշն է, շաքարավազ քաղցրության խորհրդանիշը եւ կենտրոնում տեսնում եք հինա, որը շաղախվում էր կարմիր գինիով ավելի լավ պահելու համար։ Հիմա տարօրինակ է թվում արդյոք հինա արել են հայերը թե ոչ, այո, հայերը ունեցել են հինադրման ծես եւ դա հայկական հարսանիքի կարևորագույն ծեսերից մեկն է եղել։ Սակայն տարբերվում է արևելքից նրանով, որ հայկական հինադրման ժամանակ չի նկարազարդվել ձեռքերը եւ ոտքերը, այլ դրվել է հարսի ձեռքի ափի մեջ, իսկ տղայինը դրվել է ճիկուտ մատը հինայի մեջ։ Այստեղ հայեր չեն նկարում, ի սկզբանե ասեմ, ներկման պրոցեսը ես ցույց տվել, տարբեր ազգեր նման ներկման տեխնիկա ունեն, եւ ես ցույց տամ նաեւ մազի գաղափարը, ուրեմն այս հյուսկերը ձեզ կհիշեցնեն, սա ստա ծռերից ուրեմն 40 ճյուղ ծամին, եւ սա իրականություն է, որովհետեւ հայ կանայք ծամթերեր էին կիրառում, դրանց թվականակը կարող էր լինել 7, 12, 40 անգամ հասնող, եթե այսպիսի մանր տարբերակով էր արվում, եւ այստեղ անցումային մի հետաքրքիր բան կա, անցումային ծեսերից հարսանիքի ժամանակ, երբ որ կինը արդեն լինում էր հասուն եւ պետք է ամուսնանար, իր մազերի ուրեմն կապը դեռ ջահել ժամանակ, ասկի չամստացած աղջիկ ժամանակ, երկու մասի էր բաժանված, որովհետև բախտ բացելու գաղափարը կար, եւ որ ամուսնանում էր, այդ երկու հյուսերը միավորվում էր եւ դառնում էր մեկ ամբողջական հյուս, որը ցույց էր տալիս միավորման գաղափարը։ Հետաքրքիր է, որ հայ կանայք իրենց մազերը ալիքավորել են եւ առաջին այս գյուտի հեղինակը, շիպցի գյուտի հեղինակը դա Մարսել Գրատոն է Փարիզից, ով ստեղծեց մարսելյան ալիքները առաջին անգամ։ Երևանի պատմության թանգարանում, տեսեք այնտեղ շիպցին, պահվում է այս նմուշը, ես ասացի, որ կան տարածաշրջաններ, որտեղ մազերի ոլորտները, որը օրինակ Արարատյան տարածախմբում ընդունված է գլխարդարանքում, անվանել դրանց ճալվաներ, կամ օրինակ Սասունում խոպոպներ էին անվանում, կամ ռմբուլներ, այսպիսի արտահայտության միջոցներ կար դրանց հետ կապված, իրենք ստանում էին տաքացման մեթոդ